Տան հասեյում 9 հավելյալ անձագրանցվել, որոնց ընդհանրապես չի ճանաչում։ Այդ մարդիկ նույն ազգանուններով են, նույն հայրանուններով։ Մարդը ազանգ է հնչեցնում, որ տեսեք մեր տան վրա անհայտ մարդիկ են գրանցվել։ Օրինակ ներքին գործերի նախարարությունը ձեր մասով նախ դուք պատասխանեք, ինչ է անում այս պահին, որովհետև մենք գիտենք, որ տան վրա գրանցվել, այսպես մի վայրկյանի գործ չի։ Մարդն նախ տանտիրոջ համաձայնությունը պետք է լինի։ Այս մարդն ասում է, որ մենք չենք ճանաչում առհասարակ ովքեր են։ Այ գնացել եք այդ մարդկանց հետևից, թե ոնց եք հայտնվել դուք այդ մարդկանց տանը։ Մարդկանց չէ, բայց ինֆորմացիայի հետևից իհարկե գնացել ենք եւ իհարկե բոլոր համարժեք ստուգումները արվում են ցանկացած ահազանգի հետքերով, ավելին 3 է նման այդ ձեր վկայակոչած հրապարակումը տեղի ունեցել, հենց 3 շատ կարճ ժամանակ անց բարձաբանում ենք հրապարակել եւ ելի կային այսօր նմանօրինակ դեպքեր։ Ինչպես է կատարվում հաշվառումը։ Նախ այս դեպքով նշեմ, որ վկայակոչված մինչև 10, ոչ ավելին։ Ձեր վկայակոչած դեպքով այդ հաշվառումները կատարվել են դեռևս 90-ական թվականներին, միայն մեկն էր, որ 21 թվականին էր կատարվել, այսինքն նույնիսկ այդ վերջին հաշվառման պարագայում դժվար է վերագրել, որ սա հատուկ կեղծիք է, որ ընտրողների ցուցակում անձինք հայտնվեն եւ այլն։ Հիմա ես պետք է պարզաբանեմ ինչպես է աշխատում մեր հաշվառման ինստիտուտը, որ ծածկեմ միանգամից այդ բոլոր դեպքերը։ Երկու ընթացակարգ կա՝ մշտական եւ փաստացի բնակություն։ Ըստ էության հանրության ակնկալիքներն է, որ ընտրում են բոլոր նրանք, ովքեր այս պահին ապրում են այս համայնքում, դա այդպես չի։ Մենք ուրեմն ոչ նման մեխանիզմով աշխատող բնակչության ռեգիստր ունենք, ոչ էլ ընտրական կարգ։ Ուրեմն կարգը հետևյալն է. Հայաստանի Հանրապետության այն քաղաքացիները, որոնք 6 ամիս եւ ավելի հաշվառում ունեն տվյալ համայնքում եւ լրացած է անձի 18 տարին, այդ պարագայում են ձեռք բերում ընտրելու իրավունք։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող բոլոր նրանք կլինեն փախստականներ, օտարերկրացիներ, ովքեր ձեռք են բերում ընտրելու իրավունք, նշանակում է 1 տարի եւ ավելի ժամկետով հաշվառում են ունեցել այս համայնքում եւ լրացած է անձի 18 տարին։ Հիմա հաշվառման կարգը փաստացի հաշվառումը նշանակում է անձը հայտարարում է, որ ապրում է այս կամ այն հասցեով, համայնքային ոստիկանը ստուգում է, արձանագրում է, հաշվառումը տեղի ունենում։ Հիմա դուք պատկերացրեք 90-ականներին, դիցուկ 97 թվականին այդ process-ը տեղի ունեցել։ Ոստիկանը ստուգել է, հաշվառել է եւ այլևս երբեք սեփականատերը դիմում չի ներկայացրել, որ այս անձը չի ապրում այլևս այս հասցեում, խնդրում ենք դուրս գրել հաշվառումից։ Բնական է նա մնում է։ Ավելի լայն տարածված օրինակը հետևյալն է, երբ տունը վաճառվում է եւ նախկին սեփականատերերը շարունակում են գրանցված մնալ։ Այսպիսի օրինակներ շատ ենք ունենում։ Ձեր նշած այսօրվա, այսինքն իմ վկայակոչած դուք հարցրիք, քանի նման օրինակ ահազանգ եք ստացել, ես նշեցի մինչև 10, գերակշիռ մեծամասնությունը նախկին սեփականատերերն էին։ Եվ ոչ մի դեպք չենք ունեցել, երբ այս տարի կատարված որևէ հաշվառում լինի եւ նման տարօրինակ իրավիճակ լինի, որ չենք ճանաչում ինչպես է հաշվառվել։ Դրանք շատ հին դեպքեր են լինում եւ հիմքերը հանում են, երբեմն այնքան հին են, որ հիմքերն էլ ոչնչացված են համապատասխան իրավական ակտերով եւ ուրեմն պարզաբանում ենք կարգը պարզապես։ Իսկ առավոտից մինչև 14:00-ի պահը քանի խախտման դեպքի մասին են ձեզ հայտնել, քանի հաղորդում են ներկայացվել։ Ինչի խախտման։ Տեսեք, մեզ ներկայացնում են ընտրական ցուցակների հետ կապված դեպքերը, անձինք մոտենում են եւ ես արդեն թվերը նշեցի, երբ որ նշում եմ, որ մի քանի տասնյակ ուրեմն տեղեկանք ենք տրամադրել, որպեսզի անձինք չլինելով ընտրական ցուցակներում հայտնվեն լրացուցիչ ցուցակում եւ իրացնեն իրենց ընտրելու իրավունքը, նշանակում է կարող է նշանակել դիցուք հետեւյալ իրավիճակը, որ նախնական ցուցակների հրապարակման պահին կամ նույնիսկ վերջնական ցուցակների հրապարակման պահին անձի 18 տարին լրացած չի եղել։ Եվ հիմա նոր է լրանում այս հաշված օրերի ընթացքում եւ հիմա ենք տրամադրում տեղեկանք, որպեսզի մասնակցի։ Նման օրինակ դեպքեր են, միայն մեկ ահազանգի հետքերով է կարիք առաջացել հատուկ ուսումնասիրություն սկսելու, անձը հրաժարվել է բողոք ներկայացնել, այնուամենայնիվ ահազանգը ստացվել է զանգի միջոցով, զանգի արձանագրության հիման վրա մենք ուսումնասիրությունը կսկսենք։ Տիկին Դավթյան, քանի փախստական է իրավունք ունի այս համայնքում եւ օտարերկրացիները քանիսն են։ Ընդհանուր, ինչպես գիտեք, 69800